Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Սիրով ողջունում ենք ձեզ։ Այս հաղորդման ընթացքում կրկին անդրադառնալու ենք վարորդական քննության այն հարցերին, որոնց ճիշտ հասկանալը մեծապես հեշտացնում է քննության ընթացքը, իսկ X-Drive-ը շարունակում է մնալ ձեր վստահ ուղեկից դեպի վարորդական իրավունք։ Ողջույն Կերա։ Ողջույն Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, ես լավ եմ։ Դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Այսօր նոր թեստ ենք, չէ՞, սկսելու 12-րդ թեստը։ Այո, շատ ճիշտ։ Մտքորձենք թեստեր։ Ընտրենք 12-րդը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրվանից ինչ ժամկետում այն պետք է ներկայացվի պետական գրացման ճանապարհային ոստիկանության մարմիններ։ Այս հարցի պատասխանը ճիշտ ասած։ Չգիտեմ։ Լավ, սա ընդհանրապես պետք է հիշել, ստեղ ինչ որ լոգիկա չկա։ Ձեռքբերման օրվանից ասելով ինչ ենք ասում, երբ որ քո մեքենան կո տրանսպորտային միջոցը ձեռք ես բերում, այսինքն գնում ես 15 օրվա ընթացքում պետք է ներկայացնես ոստիկանության մարմին ճանապարհին։ Այո, այդ վերանցում կատարելու համար։ Լավ, անցնենք մյուս հարցին։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն երթևեկությունը սկսելուց առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ստուգել արգելակային համակարգի և ղեկային կառավարման սարքինությունը, անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին ու բոլոր թվարկածներին։ Ճիշտ է, բոլոր թվարկվածները մի փոքր ավելի այտենց մեկնաբանենք մեզ դիտողների համար։ Ամենակարևոր շեշտը դրել են արգելակային եւ ղեկային համակարգի վրա, եթե ինչ որ անսարքություն գոյություն ունի արգելակային կամ ղեկային համակարգի, շահգործել չի թույլ տալիս միանգամից։ Ինչ վերաբերում է անվադողերի պահպանաշերտի նախշերի մնացորդային բարձրության համապատասխանություն, դա պիտի համապատասխանի, դուք հիշես, մեզ էլի հանդիպել են նման հարցեր, որտեղ միլիմետրերով են չափում, չէ՞, դողերի մաշվածության չափը, նշված թվեր գոյություն ունեն, չի բացառում այսօր էլ միասին հանդիպենք այդ թվերին, այդ թվերից պակաս եղավ շահգործումը արգելվում է։ Հենց որ վարկված բոլոր դեպքերում պետք է համապատասխանի։ Մյուսը տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ, բացակայում է դողի անվահետի ամրացման հերոսներից թեկուզ մեկը։ Ու երկու դեպքում է։ Ինչի պատասխանենք երկու դեպքում էլ, արի ասա։ Դե առջևի մասում, եթե չեմ սխալվում, դեղին գույնի լույսերով չէր կարելի։ Արի մի հատ հասկանանք, թե որն է շրջադարձի ցուցիչը։ Հա։ Շրջադարձի ցուցիչ։ Շրջադարձ բառը ուշ, որ ապրես, որ շրջվում ես աջ կամ ձախ։ Թարթիչները։ Թարթիչը, թող լինի թարթիչ։ Հանդիպած կլինի քեզ դեղին գույնով։ Ուրեմն դա թույլատրելի է։ Մի փոքր կստացվի կրկնություն, բայց ոչինչ։ Ամեն անգամ էլ պատրաստ ենք կրկնելու։ Առաջամասում եւ հետնամասում շրջադարձի ցուցիչները լինում են դեղին, նարնջագույն։ Այսինքն այս դեպքում չի արգելվում։ Չի արգելվում, բայց հիշիր, առաջամասում դեղինի նարնջագույնի փոխարեն թույլատրելի է նաև սպիտակը։ Իսկ հետնամասում նույն դեղինի կամ նարնջագույնի փոխարեն կարելի է տեղադրել, այսինքն նորից թույլատրելի է կարմիրը, շատ ճիշտ ես։ Դες հիշեցիր։ Ուրեմն այս դեպքում շահագործումը չի արգելվում, շահագործումն արգելվում է այս դեպքում, երբ որ բացակայում է դողի անվայծի ամրացման հեղուսներից, թեկուզ եւ մեկը։ Հեղուսը դա բոլտն է։ Ինչով որ ձգվում այդ անիվակը, անվահեցը։ Դրանցից մի հատ տեղում չեղավ բացակայել, շահագործել չի թույլ տալիս, որտեղ մյուսներն են ժամանակի ընթացքում կարող են թուլանալ եւ այդ ակը դուրս գա մեքենայի տակից բթարտերով։ Մյուս հարց։ Կարմիր ավտոմոբիլը ունի երթևեկության առավելություն, քանի որ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկին մոտեցել է կապույտ ավտոմոբիլի աջ կողմից, պետք է ճանապարհը զիջի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհով երթևեկող կապույտ ավտոմոբիլին։ Ինչ ես կարծում։ Ինձ թվում է պետքա զիջի։ Ճիշտ ես, շատ ճիշտ։ Շրջանաձև երթևեկություն մուտք գործողը զիջող է, կարճ եւ կոնկրետ։ Լավ, զիջում ես ճանապարհը, կապ չունի դու տվյալ խաչմերուկ որ կողմից ես մուտք գործում։ Որ կողմից էլ մուտք գործես, մուտք գործելուց առաջ պարտավոր է զիջելու ճանապարհը, որ մուտք գործելու։ Երբ որ մուտք ես գործում, այլևս ոչ մեկի չէ զիջում այնքան ժամանակ, մինչև որոշես որտեղից ազատես տվյալ շրջանաձև երթևեկության խաչմերուկը։ Այնպես որ կարմիր մեքենայի վարորդը այս դեպքում պետք է զիջի
նմանատիպ հարց գոյություն ունի քննական թեստերում, նմանատիպ չէ, ներողություն, նկարը նույնը։ Ուղղակի այնտեղ ինչ է հարցնում, ասում է, ով ունի առավելություն առաջնահերթ երթևեկելու իրավունք, արդեն դու կնշես կապույտ մեքենայի վարորդը։ Դա նշանակում է հարցի պահանջը պետք է կարդալ, ճիշտ հասկանալ, որպեսզի ճիշտ կարմիր ավտոմոբիլ։ Այո, կարմիր ավտոմոբիլը պարտավոր է զիջի, որտեղ մուտք գործող ինքը։ Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ։ Դեղինը կանաչի կապույտը, կապույտը կանաչի հետ միաժամանակ ու դեղինը։ Ահա։ Այստեղ աչից հարվածի սկզբունքն է։ Այո, քանի որ խաչմերուկը հավասարազոր է։ Աչից հարված չունի կապույտը, ինձ թվում է կապույտը։ Շատ ճիշտ է։ Առաջինը կանցնի կապույտը։ Ու կանաչի հետ միաժամանակ։ Ահա, քանի որ կանաչին էլ աչից հարվածող չկա, նա աչ շրջադարձ է կատարում։ Ու հետո նոր դեղինը։ Շատ ճիշտ։ Իսկ դեղինը պարտավոր է զիջելու, քանի որ կապույտը նրան կհարվածի աչ կողմից։ Նա պիտի զիջի կապույտը։ Շատ լավ, շատ բավարար պատասխան։ Նշաններից որն է 5 տոննա զանգված ունեցող բեռնատարի վարորդին պարտադրում աչ շրջադարձ կատարել խաչմերուկում։ 5 տոննա զանգված ունեցող Նախ G մի փոքրիկ հուշում, այստեղ 5 տոննան տենց էական չի, չկենտրոնանանք 5 տոննայի վրա, արի հերթով նշանները ուսումնասիրելով անցնենք առաջ, որպեսզի հասկանանք, թե որ նշանը մեզանից ինչա պահանջում, ինչա ուզում։ Առաջին նշանը կհիշես ինչ նշան է, աննշան, ապրես։ Միակողմանի նշանը նրա համար է, որպեսզի մենք հասկանանք, որ հատվողությունը միակողմանի եւ ձախ շրջադարձ չկատարենք, ձախ մուտք չգործենք միակողմից։ Ապրես։ Իսկ բացի ձախից մնացած բոլոր ուղղությունները թույլատրելի են։ Մնացած բոլոր ուղղությունների մեջ մտնում է ուղիղը, աչը, ինչպես նաև հետադարձ կարելի է կատարել։ Այսինքն այս նշանը չի պարտադրում մեզ աչ։ Կարելի է ուղղել գնալ հետադարձել կատարել։ Արի երրորդը նայենք, գննայինք, երկրորդը վերջում է։ Սա կհիշես ինչ նշան է։ Բեռնատարների համար նախատեսված ճանապարհ Առաջարկվող ուղղություն։ Առաջարկվող, հա։ Բեռնատարին առաջարկում է, որպեսզի բեռնատարները աչ ուղղությամբ երթևեկեն։ Բայց չի պարտադրում ապրես։ Հա, B-ն պարտադրում է արդեն աչ։ Իսկ B-ն թելադրող նշան է, որտեղ թույլ է տալիս բոլորի համար թույլատրելի ուղղություն դեպի աչ։ Այսինքն բոլորը պարտավոր են երթևեկել, ենթարկվել այս նշանի, որտեղ ինքը պարտադրող նշան է եւ կատարել աչ շրջադարձ։ Միայն B։ Միայն B։ Այս երկուսը հասկացանք, չէ՞, ան եւ գն չեն պարտադրում, իսկ բն պարտադրում, աչ շրջադարձ կատարել։ Անուգտ միայն առաջարկում է։ Սա է առաջարկող նշան։ Ճիշտ է, սա առաջարկող նշան չի։ Հատուկ թելադրանքի նշանների խմբից է ինքը միակողմանի փողոց հատվող ուղղությամբ։ Հա։ Ինչ ուղղությամբ կարող եք շարունակել երթևեկությունը նշված խաչմերուկում, եթե վարում եք 3 տոննա թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար։ Ահա։ Այստեղ էլի 3 տոննան էական է։ Թե այստեղ այո, ինչու։ Այս նշանի ներքևի ցուցանակը բեռնատար պատկերված վերաբերվում է 3.5 տոննայից ավել քաշ ունեցող բեռնատարներին։ Հիմա մենք ունենք նշան, ուղղությունը միայն ուղիղ։ Եթե միայն այս նշանը լիներ, բոլորը պարտավոր են երթևեկելու ուղիղ։ Իսկ տակի ցուցանակը լրացնում է վերևի նշանին, որից մենք ինչ ենք հասկանում, որ այս նշանը նախատեսված է ում համար։ Բեռնատարների, այն էլ ինչ բեռնատար 3.5 տոննայից ավել քաշ։ Բեռնատար չի ոնց որ։ Չէ, բեռնատարը պատկերված։ Բեռնատարը պատկերված։ Ես մեքենա լինի ուշադրությունը ինչ որ։ Չէ, մի քիչ ուղակի նկարը բջուրի կա, բեռնատարներին միայն վերաբերվում ուղիղ։ Հիմա հարցը նորից կարդամ։ Բայց դա ասում եմ մինչև 3 տոննայի, այսինքն թույլատրելի է կարա վարի ցանկացած։ Շատ ճիշտ է։ Եթե բեռնատարի քաշը 3.5-ից ավել չի, մինչև 3.5 է, նշանակում է այս նշանները նրան չեն վերաբերվում, իր վրա չեն ազդում։ Ցանկացած ուղղությամբ Իսկ կարող է եթե նշան գոյություն չունի, այո, ճիշտ է, ցանկացած ուղղությամբ մինչև 3.5 տոննա քաշ ունեցող բեռնատարն իրավունք կունենա երթևեկի։ Այ 3.5-ից ավելները միայն եւ միայն ուղիղ։ Մյուսն ենք փորձում։ Նշաններից որով է կահավորվում արհեստական անհարթությունը։ Ահա։ Արհեստական անհարթությունը հիշում ես որը։ Պարտած ոստիկանից, արհեստական անհարթություն։ Այդ հատուկ սարքվում է այդպես։ Ոնց որ B Նայ,
Սենց տես ուշադիր է։ Եվ ան եւ բ նույն ինքը արհեստական անհարթությունն է։ Ուղղակի բ-ն շուտ է տեղադրվում։ Ինքը նախազգուշացնող նշան է։ Գիշես, որ նախազգուշացնող նշանները լինում են եռանկյուն, եզրերը կարմիր, շատ ճիշտ է։ Եվ իրանք տեղադրում են բնակավայրերում 50-ից 100 մետր առաջ, բնակավայրերից դուրս 150-ից 300 մետր առաջ։ Եվ այն ինչա ստացվում, եթե մենք հանդիպում ենք այս նշանին, եռանկյուն, եզրերը կարմիր, հասկանում ենք, որ օրինակ 50-ից 100 մետր հետո մեզ կհանդիպի այդ արհեստական անհարթությունը։ Այսինքն ինքը տեղ չի, 50-ից 100 մետր հետո է։ Այ 50-ից 100 մետր երբ որ առաջանանք, հենց ինքը արհեստական անհարթությունը կահավորվում է այս նշանով։ Այո։ Իսկ գն որն է, գն էլի խոչընդոտ անհարթ ճանապարհ, խորթուբորտ ճանապարհ, էլի զգուշացնում է, որ ճանապարհի մեջ առկա են գոյություն են խորթուբորտություններ, որպեսզի արագությունը նվազեցնենք, խնդրի առաջ չկանգնենք։ հասկացա։ Էլի զգուշացնում։ Ուրեմն արհեստական անհարթությունը կահավորվում է, տես նշենք, կահավորվում է ա նշանով ճանապարհը։ Ստեղ Տալիս է արդյոք երթևեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի նարնջագույն առկայծող փարոսիկը։ Չի տալիս ոնց որ։ Չի տալիս, ճիշտ ես։ Դեղին կամ նարնջագույն։ Նայ, արի դեղինի մասին, դե դեղինը հանդիպած կլինի քեզ ինչ որ մի տրանսպորտային միջոցի վրա, դեղին փարոսիկ։ Հա, հանդիպել է։ Ինքը լինում է հիմնականում աշխատանքներ իրականացնող ինչ որ մի տրանսպորտային միջոցի վրա, օրինակ աղբանության մեքենաների վրա, առավոտը որ քաղաքում ջուր են ցանում, ջրցան մեքենաների վրա, այն էվակուատորները, որ մեքենային տեղափոխում նրանց վրա, ինչ որ աշխատանքներ, ինչ որ գործողություններ իրականացնում, որի մեջ պարունակվում է վտանգ, զգուշացնում են վտանգի մասին, բայց ոչ մի առավելություն չեն տալիս։ Լավ, ուղղակի պետք է լինել զգուշավոր նորից խնդրի առաջ չկանգնելու համար։ Այնպես որ ոչ մի առավելություն չի տալիս։ Իր հետ վարվում ես սովորական կանոններով, նշաններով, լուսացույցի պահանջով, վաճի ցարվածով եւ այլն։ Մեր վերջին հարցը այսօրվա։ Լավ, փորձենք։ Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի ստանա երթևեկության առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց ուշադրությունը գրավելու համար։ Ըստ թվում է առաջինը առավելություն չէ, տես, նախ պետք է հասկանալ լուսնասպիտակ փարոսիկով ինչ տրանսպորտային միջոց, որ տրանսպորտային միջոցի վրա է լինում լուսնասպիտակ։ Լուսնասպիտակը սովորական սպիտակ էսպիսի գույն է։ Թանկարժեք իրեր, նյութեր տեղափոխող, այն բանկի, ինկասացիայի մեքենաները, որոնք արտարժույթ են տեղափոխվում։ Պատկերացրու, փորձում են գողանալ, թալանել, կողոպտել կամ հետապնդում են իրան, միացնում է, որպեսզի ոստիկանության ծառայակիցների, ծառայողների եւ այլ անձանց ուշադրություն իր վրա գրավելու համար, այլ ոչ թե առավելություն ստանալու նպատակով է միացնում, որպեսզի իրան զիջեն, այլ եթե միացրել են կողքից անցնողները, ոստիկանները, հայ, պետք է հասկանան, որ ինչ-որ դեպք է տեղի ունեցել կամ հնարավոր է այսա պետք է տեղի ունենա։ Հասկացա։ Լավ։ Հիմա ընկեր Արթուր, քանի որ արդեն մոտեցանք մեր հաղորդման ավարտին, եթե թույլ կտաք մեր YouTube դիտողների ուղղված հարցերը ձեզ ուղղեն, ինչ խոսք, որպեսզի եթե կարողանանք հնարավորինս մատչելի փորձենք բացատրել։ Ահա։ Այստեղ խնդրել են, եթե առանձին ժամանակ ունենանք, բացատրենք շրջադարձի ու հետադարձի կանոնների, իհարկե մենք խոսել ենք այդ ամենի մասին։ Շատ։ Կարծում եմ կարիք չկա այս հարցերը նորից անհատանալ։ Թե որպեսզի չնեղացնենք մեր YouTube վադիտորներին, շրջադարձի ու հետադարձի կանոնները։ Կանոնի այդպես բան չկա, պետք է ուղղակի իրարից փորձել տարբերել։ Շրջադարձը դա շրջվելն է, ձախ եւ աջ։ Հետադարձը ռազվարոտ։ Մեր բոլորիս մոտ, այո, ռուսերենով տենց տպավորված է, ավելի շատ ասում են պավարոտ։ Իսկ հետադարձը դա հետ դառնալն է, որին ռուսերեն անվանում են ռազվարոտ։ Իրարից ուղղակի պետք է տարբերել։ Ուրեմն շրջադարձ կատարենք խաչմերուկից կամ թույլատրելի տեղերից, որտեղից որ թույլատրում է թե այլ ձախ շրջադարձ կատարել, հետադարձ կարելի է կատարել
յուրաքանչյուր վայրերում որտեղ գոյություն ունի տեսանելիություն, տեսադաշտ ունես, իսկ այդ տեսանելիությունը պետք է լինի ոչ պակաս, քան 100 մետր թեկուզ եւ մեկ ուղղությամբ։ Թեկուզ եւ մեկ ուղղությունը ո՞րն է դա։ Քեզանից թե առաջ, թե հետ 100 մետրից պակաս չպետք է լինի տեսանելիությունը։ Որտեղ տեղերում կարելի է կատարել հետադարձ։ Այ հետադարձ չի կարելի կատարել, ինքը համարում է մանևր։ Շարժման ուղղությունը փոխել, հետադարձ չի կարելի կատարել թունելներում, կամուրջներում, ուղեկամուրջ, էստակադա դրանց վրա, դրանց տակ հետադարձ կատարելու իրավունք չունենք։ Հետիոտնային անցումների վրա չի կարելի կատարել։ Դες մի հետարքիր մի բան, օրինակ հետիոտնային անցումից առաջ եւ հետ ու չի նշվում թե քանի մետր։ Թույլատրվում է կատարել հետադարձ, անմիջապես հետիոտնային անցման վրա չի կարելի անել։ Վրա չի կարելի։ Այո։ Ու հետադարձ չենք անում այնտեղ որտեղ նորից եմ կրկնում, չունենք տեսանելիություն, ու գծանշման թեմա իհարկե գոյություն ունի, մենք գիտենք սպիտակ երկար բաժանարար հոցգիծը, որը հատելու իրավունք չունենք, եթե կտեսնենք ճանապարհի երկու ուղղություններն իրարից բաժանող բաժանարար հոցգիծ, իհարկե այդ հոցգիծը հատելու իրավունք չենք ունենա, այսինքն հետադարձ կատարելու իրավունք չենք ունենա։ Մի խոսքով, սենց ահագին դեռ բաներ բաց թողեցինք հետադարձի ու շրջադարձի հետ կապված, բայց կամ հարցերը կխնդրենք թող մի փոքր ավելի հստակ ինչի մասին է խոսքը, որ կետով պետք է նշել, էլի որ կետի մասին է խոսքը։ Խնդրել եմ, որպեսզի ներկայացնենք տրամվայների համար հատուկ լուսացույցները։ Հա, Դա հասկացա։ ճիշտ ասած ինձ համար էլ էր անհասկանալի։ Փորձենք գրատախտակի վրա ցույց տալ։ Նախ ասեմ, այդ լուսացույցից մեր Հայաստանի Հանրապետությունում չկա, գոյություն չունի, մենք չունենք տրամվայի հետ կապված լուսացույց։ Բայց քննական տոմսերում կան հարցեր, որոնց պետք է ճիշտ պատասխանել։ Տրամվայի լուսացույցը լինում է լուսնասպիտակ, ու ինքը ոչ թե միայն նախատեսված է հենց տրամվայի համար, այլ տրամվայի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տրանսպորտային միջոցների համար։ Իսկ ընդհանուր օգտագործմանները դու գիտես, ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ։ Տես։ Այսպիսի ինքը տեսք է ունենում, այսպիսի տեսք։ Ու շատ կարևոր է, եթե ներքևինը միացված է, թույլ է տալիս տրամվային շարժվել, բայց ինչ ուղղությամբ դա արդեն հուշում են վերևինները։ Եթե այս ներքևինը միացված կլինի այս, օրինակ, ձախ կողմինի հետ, թույլատրելի ուղղությունը կլինի, դու ասա։ Ձախ։ Ապրես դեպի ձախ։ Եթե կլինի ներքևինը աջ եւ ձախի հետ, ուրեմն թույլատրելի ուղղություններն են ձախ եւ աջ։ Եթե բոլորի հետ միացված կլինի ներքևինը, բոլոր ուղղությունները կլինեն թույլատրելի։ Քննական տոմսերում ուշադիր պետք է լինել, այս մեկը մուգ արված, սև։ Դա իբր անջատվածն է։ Հիմա եթե մեզ կհանդիպի հարց տասի, որ ուղղությամբ է արգելվում երթևեկությունը, մենք կնշենք դեպի ձախ, արգելվում է, որտեղ ձախ անջատված է։ Եթե կհնչի հարց, որ ուղղությամբ է թույլատրում, արդեն կնշենք ուղիղ եւ աջ։ Պետք է ուղղակի լինել ուշադիր, քանի որ ներքևինը պարտադիր պետք է լինի միացված։ Եթե ներքևինն էլ է անջատված, արդեն վերևինները էական չեն։ Ոչ մի ուղղությամբ չի թույլ տա երթևեկությունը։ Այս լուսացույցն է վերաբերվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։ Իսկ եթե չկա այս լուսացույցը, այդ նույն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները օգտվելու են հիմնական լուսացույցից, իսկ հիմնական լուսացույցից օգտվում են բոլորը։ Հասկացա։ Շնորհակալ եմ շատ հարցերին մատչելի անդրադառնալու համար, այսպես հասկանալի բացատրելու համար։ Արդեն թեստի մյուս մասը, երկրորդ մասը կշարունակենք հաջորդ դասին։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ մեր կողքին լինելու համար։ Չմոռանաք մեկնաբանություններում գրել ձեզ համար անհասկանալի բոլոր հարցերը, իսկ մենք սիրով կպատասխանենք հետագա հաղորդումների ժամանակ։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։